Դե ինչ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների նախնական արդյունքները, պատկերը արդեն պարզ է, ով ինչքան մանդատ է ստանում, անդրադարձել եմ իմ ֆեյսբուքյան էջում։ Իհարկե կարող է լինել ձայների վերահաշվարկ եւ որոշակի փոփոխություններ, մինչեւ վերջնական արդյունքների հրապարակումը մեկ շաբաթ անց, բայց այդ մասին կխոսենք հաջորդիվ, եթե լինի փոփոխություն։ Այս պահին ուզում եմ արձանագրում անել, որ կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերը չեն թիրախավորում իրենց չընտրած ընտրողներին, որովհետեւ դա կլիներ ամենասխալ բանը։ Այս ընտրությունների պատճառների մասին խոսակցություններ կան ու դեռ լինելու են, բայց մի բան ակնհայտ է, ընտրողներին, անհամաձայն ընտրողներին չի կարելի թիրախավորել։ Երկրորդը, որ կարևորում եմ, այն է, որ պետք չէ հիասթափությունը դարձնել գերիշխող էմոցիա այսպիսի արդյունքների պայմաններում։ Հիմա ուզում եմ անդրադառնալ հանրային տիրույթում այս պահին ամենաշատը քննարկվող հարցին՝ մանդատները վերցնելու, չվերցնելու դրա իրավական ու քաղաքական բաղադրիչներին։ Մանդատներ չվերցնելը, ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ունի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բաղադրիչ։ Իրավական բաղադրիչը, ինչպես մնացած երկրներում, չի նշանակում, որ մանդատները չվերցնելը փոքրամասնության կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսին են ազգային ժողովի նոր ընտրությունը, երկրորդ փուլը կամ էլի նմանատիպ հետևանքներ։ Մանդատները չվերցնելը իրավաբանորեն նախ եւ առաջ նշանակում է Հայաստան դաշինքի 212, ուժեղ Հայաստանի ցուցակի 200 անձինք պետք է մանդատից հրաժարվելու անհատական դիմումներ ներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո միևնույն է կկայացվի ազգային ժողով ձևավորելու, մանդատներ բաշխելու եւ ազգային ժողով ձևավորելու որոշում եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանա այնքան ձայն, այս պահին 64 մանդատ ու կգնա խորհրդարան։ Նրանց մանդատները, եթե իրենք բոլորը հրաժարվեն, չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած մյուս ուժերին, այսինքն այլ ուժեր չեն անցնի խորհրդարան։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է եւ քաղաքական ընդդիմությունը, որը մտել է ընտրապայքարի մեջ ու արձանագրել այս արդյունքները, տիտղոսակիր ընդդիմությունը ըստ էության այս պահին ըստ մանդատի պետք է ինքը կայացնի որոշում։ Սա իրենց որոշումն է, իրենց ընտրողների հետ երկխոսելու իրենց բանաձևը եւ կարծում եմ այդ որոշման մասին իրենք պիտի տեղյակ պահեն ու ասեն, որ տարբերակով են առաջ շարժվում։ Վերցնում են ինչու, չեն վերցնում, էլի ինչու։